Ընկերներ, գործերը ոնց են, ինչու եք տխուր։ Ուղղակի տխուր հանգստանում ենք։ Շոք է։ Նույնիսկ խաղալ չեմ ուզում։ Ուրեմն եկեք գնանք լիճ, լողանալու։ Այս եղանակին լիճ, հիմա քաղաքի կեսն են տեղ է հավաքվել։ Ամբողջ քաղաքը։ Ինչ գիտեք, զեր թռիստ ու գիր։ Հազիվ էի հարմար տեղավորվել։ Ձեր։ Պարզ է, արդեն թռչում եմ։ Այ քեզ բան։ Հիմա զերը մեզ ամեն ինչ ցույց կտա։ Ոյ, զեկուցում եմ։ Մարդ չկա, բայց այստեղ լողանալն անհնար է։ Ահա որ է։ Սա այսպես թողնել չի կարելի։ Ափի աղբը կարող ենք հավաքել, բայց ինչ անել ջրում եղածի հետ։ Ինչ։ Պետք է մի բան մտածել։ Մտածեցի։ Մենք լաստ կկառուցենք, լաստի վրայից կնետենք ցանցն ու ամեն ինչ կհավաքենք։ Իսկ հետո աղբը կտանենք քաղաք վերամշակման։ Լաստի վրա չենք տեղավորվի, եթե նույնիսկ տեղավորվենք, կխորտակվենք։ Գիտեմ, թե ինչ պետք է անել։ Օգտագործենք հեծանիվը։ Նման բան համացանցում եմ տեսել։ Լաստը կշարժվի հեծանվի հաշվին։ Ինչ։ Բայց ինչպես։ Տեսեք, սա լաստն է։ Իսկ կենտրոնում կդնենք հեծանիվը, որը եւ կշարժի լաստը։ Ես կնստեմ հեծանվի վրա, իսկ Կատյան կնետի ցանցը։ Իսկ դուք կօգնեք կառուցել լաստը։ Հրաշալի միտք է։ Ինչ որ բան եմ բաց թողել։ Մենք լաստ ենք կառուցում, լիճը փրկելու համար։ Անկի, դու կհավաքես կոտրված ծառերն ու կփոխանցես ինձ։ Տրակ, դու կմշակես գերաններն ու կամրացնես հեծանիվը։ Իսկ ջրաշուշաններն ու մնացած ջրային բույսերը, չէ որ դրանք շատ նուրբ են։ Եթե ցանցով դիպչենք ցողուններին, դրանք կկոտրվեն եւ բույսերը կմահանան։ Այնտեղ որտեղ ջրաշուշաններն են, աղբը ձեռքով կհավաքենք։ Դու ինձ ափից կհուշես, որ ոչինչ բաց չթողնեմ։ Իսկ ես, ազնիվ չէ, ես էլ եմ ուզում հուշել։ Եթե ուզում ես, վերևից կհսկես ամբողջ լճի մաքրումը։ Ճիշտ է, հսկելն ինձ մոտ շատ լավ է ստացվում։ Տուրբոզավրեր, առաջ։ Պատրաստ է։ Վստահ եք, որ կլողա։ Հաշվի առնելով բոլոր գործոնները, գումարած հեծանվի քաշը եւ ընդհանրապես։ Լողում է, ուրա։ Հիմա նրանք կհավաքեն աղբն ու ամեն ինչ լավ կլինի, իսկ դու չէիր հավատում։ Ուղղակի մի քիչ կասկածում էի։ Այնտեղ էլի շիշ կա։ Մի հատ էլ։ Ահա, բաց թողեցիք։ Ահա, լավ է։ Զգույշ եղեք, ջրաշուշաններն արդեն մոտ են։ Այնտեղ պահածոյի տուփ կա։ Պետք է վերցնել։ Այնտեղ էլի աղբ կա։ Այնտեղ էլ։ Ինչ ծանր աշխատանք է։ Իսկ հիմա Տրակը կմամլի աղբը եւ մենք այն կտանենք քաղաք վերամշակելու։
Լսեք, հենց նոր հիշեցի։ Ախր մենք նույնիսկ չլողացանք։ Պարզ է, ձեր մեքենան միայն կատուների համար է։ Այ, մերն ուրիշ է։ Իսկ մենք էլ թռչող սարք ունենք։ Հին մոդել է, նադարյան։ Ինչ։ Բա, իսկ ինձ ծննդյան բացառիկ նվեր են խոստացել։ Մի բան, որ դուք չունեք։ Իրոք, և ինչ։ Տնանք ծառի վրա, մեծ ու գեղեցիկ։ Բա, եթե խելոք լինեք, ձեզ էլ կհրավիրենք։ Դեռ կտեսնենք։ Այդ ես եմ Հնադարյան։ Թեև ճիշտ է, ինչ որ չափով։ Զեր, ուշադրություն մի դարձրու։ Ուղղակի նրանք պարոտախոս են։ Կարծում եմ, նրանց պետք է լավ դաս տալ։ Համաձայն եմ, բայց ինչպես։ Ինքներս ծառի վրա տնակ կկառուցենք, որ էլ չբարձրանան։ Իսկ ընկերները կօգնեն մեզ։ Հա, Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ տնակի մասերը կարելի է ստանալ տպիչով, բայց հետո դրանք պետք է հավաքել։ Լավ, ամեն ինչ հերթով։ Զեր, դու հարմար ծառ ընտրիր։ Տոր, մաքրիր ծառի շրջակայքը։ Դու զբաղվիր տան մասերով, անկին դրանք կբարձիմ թափքին, իսկ թրակը կհավաքի տնակը։ Տուրբոզավրեր առաջ։ Այստեղ ինչ որ մեկն է գալիս, թաքնվեք։ Նայիր, հետաքրքիր է, ումն է։ Իսկ դու ինչ ես կարծում։ Ապրես, լավություն արեցիր։ Բայց ինչ եմ արել։ Իսկ ով օրինեց, որ ինձ տնակ են նվիրելու։ Հիմա նրանք տնակ ունեն, իսկ ես ոչ։ Բայց եթե կոտրենք, նրանք էլ ոչինչ չեն ունենա։ Վատ միտք չէ։ Հիմա նրանք կկոտրեն մեր գեղեցիկ տնակը։ Հանգիստ, ես մի միտք ունեմ։ Սա ինչ է։ Երևի քամին է։ Մեծ հյուր կընդունեք։ Բայց դուք ասացիք, որ ձեր տնակն եք ունենալու։ Ոչ մի տնակ էլ չի լինի, Ֆեդյան ամեն ինչ օրինել է, իսկ ես միշտ երազել եմ նման տնակի մասին։
Դե լավ, բարձրացեք։ Բայց սրանից հետո հիշեք, խաբելը լավ բան չէ։ Հիմա մենք ծառի վրա տնակ ունենք, իսկ Բորյան ու Ֆեդյան չունեն։ Դա անարդար է։ Մենք դա կուղենք։ Ընկերներ, գործ կա, լսում եք։ Ձեր տնակը շատ լավն է։ Մենք էլ կուզեինք ունենալ։ Երկու տնակ ինչներիդ է պետք։ Ինչ։ Դուք արդեն ունեք ձեր տնակը։ Ահա, նայիր։ Իրոք, սա ուղակի հրաշք է։ Ուռա! Օй, օй։ Ողջույն, ուր եք գնում տղաներ։ Գնում ենք Արշավի իսկական զբոսաշրջիկների նման։ Ճաշից չուշանակ, զբոսաշրջիկներ։ Արշավը լավ բան է, բայց այսօր Անդրև են խոստացել։ Ոչինչ, մենք վրան ունենք։ Ջրակայուն։ Դեռ շատ կա։ Վրանը ծանր է։ Հոգնել եմ։ Դիմացիր, իսկական զբոսաշրջիկն իր վրանը մի շաբաթ էլ կարող է տանել։ Այ, հիմա էլ Անդրև է գալու։ Կատյան զգուշացնում էր։ Լավ։ Վրանն էստեղ կդնենք։ Շշմելու է, իսկական արշավ։ Տեսնես զբոսաշրջիկներս ինչ վիճակում են։ Երևի թրջվել են։ Խորն է, իսկ մենք լողալ չգիտենք։ Ուզում եմ տուն գնալ։ Ճաշի ժամն է։ Հանգիստ, կերն էստեղ կփնտրենք, կղզու վրա։ Այ, Արդեն ճաշի ժամն է, իսկ տղաները դեռ չեն եկել։ Ես սկսում եմ անհանգստանալ։ Գնացեք նրանց հետևից, ախր դուք անտառը լավ եք ճանաչում։ Իհարկե նորամարոքույր, հենց հիմա։ Գարկանդակներն էլ տարեք։ Գուցե նրանք քաղցած լինեն, համ էլ դուք էլ կուտեք։ Շնորհակալություն, շուտով կգանք։ Ճաշելու էլ չեկան։ Մի խոսքով պետք է գտնենք նրանց։ Զերբ, մեր հույսը դու ես։ Փերկարար տերոդակտիլը պատրաստ է թրիչքի։ ասում էի, չէ, պետք է ուտելիք վերցնել։ Ես լապտեր եմ վերցրել ու կողմնացույց։ Կողմնացույցը չեն ուտում։ Ես ուտել եմ ուզում։ Պարզ է, խնդիրը բարդ է։ Խնդիրը բարդ է, բայց անհնարին ոչինչ չկա։ Նայեք։ Սա կղզյակն է։ Այստեղ Բորյան ու Ֆեդյան են։ Շուրջը ջուր է։ Այստեղ լիճն է։ Մենք ջրանց կփորենք եւ ջուրը դեպի լիճը կհոսի։ Դուք ամեն ինչ տեսակ, տարերային աղետ, ջրհեղեղ, զբոսաշրջիկները կտրված են մայրցամաքից։ Հանգիստ ձեր։ Մենք արդեն ամեն ինչ մտածել ենք։ Հիմա կսկսենք Բորյային եւ Ֆեդյային փրկելու օպերացիան։ Իսկ առայժմ այս կարկանդակներն աղետի գոտի հասցրու։ Եթե այստեղ տատիկի կարկանդակներից լիներ։ Ոյ, Ջրանցքը կսկսենք փորել լճից։ Անկի հեռացրու տապալված ծառաբունը, որ չխանգարի։ Բուլ, տոր, փորեք ջրանցքը։ Զեր, դու վերևից ամեն ինչ տեսնում ես, ցույց տուր ուղղությունը։ Նա, փորեք իմ ուղությամբ, ուղիղ դեպի արևմտյան հյուսիս-արևելք։ Տուրբոզավրեր առաջ։ Հողի մեջ ինչ-որ կոշտ բան կա, երևի քար է։ Պետք է հանել քարը, շրջանցելով շատ երկար կստացվի։ Դրակ, քո օգնությունն է պետք։ Օգնիր Բուլին։ Ապրես Դրակ, մնացածն ինքներս կանենք։ Բորյան ու Ֆեդյան քեզ չպետք է տեսնեն։ Բայց ես այստեղ մենակ կձանձրանամ։ Ես կմնամ քեզ հետ։ Գնայենք, թե ջուրը ոնց է հոսելու։
ճանաչեցինք։ Շնորհակալություն։ Իսկ ինչու փրկարարներն այդքան շուտ հեռացան։ Հիմա ինչ է, ուսապարկերը մենք ենք տուն քարշ տալու։ Հիմա ինքնակառավարվող փրկարար տաքսին կմոտենա։ Հետո եկան փրկարարները ու փրկեցին մեզ։ Նրանք մեզ ուղղաթիռից նույնիսկ կարկանդակներ էին նետում։ Համարյա քո կարկանդակների չափ համեղ էին, նորամորակույն։ Հիմա ձուկ կբռնենք, տատիկն ապուր կպատրաստի։ Ես որ 2 աման ուտելու եմ։ Հահա, բա ոնց, նախ բռնիր։ Ու կբռնեմ, քեզնից էլ շատ։ Դա դեռ կտեսնենք։ Ոնց չեն ամաչում, կեղտոտել են ու իրենց աղբը չեն հավաքել։ Լավ չի։ Արի ուրիշ տեղ գտնենք։ Չէ, այսպես թողնել չի կարելի։ Պետք է մաքրենք շրջակա միջավայրը։ Ինչ միջավայր։ Այստեղ այնքան կեղտոտ է, որ մենք մինչև ուրբաթ գործ կանենք։ Գիտեմ, թե ով մեզ կօգնի։ Ողջույն, տեսնում եմ ձուկ բռնելու էիք գնացել, բայց ձուկը չեմ տեսնում։ Դեռ չենք բռնել։ Այնտեղ այնքան աղբ կա, ահա որ է։ Մենք էլ որոշեցինք ամեն ինչ մաքրել։ Բայց օգնությունը պետք։ Ես պատրաստ եմ։ Գնանք օգնականների հետևից։ 32, 33, 34, 35, 35, թրակ քո հերթն է։ 1, 2, 5, 45, ես հաղթեցի։ Այդ ոնց հաշվեցիր, անարդար է։ Ոնց գիտեմ, այդպես էլ հաշվում եմ։ Իսկ 2 անգամ 2 ինչ է անում։ Դե մոտավորապես 7 կամ 8։ Այդպես էլ գիտեի։ Բուլ, տեսնում ես դիտմամբ չի անում։ Բարև բոլորին, ձեր օգնությունն է պետք։ Հասանք լճակի մոտ, իսկ այնտեղ Խայտարակություն։ Այ։ Ահա։ Բայց մենք ամեն ինչ կմաքրենք։ Աղբը լինում է քայքայվող և ոչ քայքայվող։ Սա քայքայվող աղբ է։ Իսկ սա ոչ։ Պետք է մեկը մյուսից զատել։ Կին, սա ինչ։ Քայքայվող նշանակում է, որ ժամանակի ընթացքում կանհետանա։ Պետք է ուղղակի հավաքել ու հողով ծածկել, իսկ մնացածը լցնել աղբարկղի մեջ։ Թրակ, հավաքիր պլաստիկ ու ապակե շշերը։ Բուլ, դու կհավաքես մնացած աղբը։ Լավ։ Տոր, դու փոս կփորես, իսկ հետո անկի հետ կհարթեցնեք հողը։ Զեր, դու վերևից կուղորդես մեզ։ Իսկ ես ինչ անեմ։ Տորը և անկի հետ հարթեցրու այնտեղը, որտեղ աղբն ենք թափելու։ Տորբոձավրեր, առաջ։ Արի։ Այնտեղ, ձախ կողմում մի հատ էլ կա։ Թող ես հարթեցնեմ, իմ անիվների հետ քսիրուն է։ Վերջ։ Հիմա բուլն ես գանձերը կտանի աղբարկղերի մոտ։ Չմոռանաս պլաստիկն ու ապակին տարբեր աղբարկղերի մեջ։ Իսկ թրակն ուր է։ Լավ աշխատելուց հետո կարելի է եւ ձուկ որսալ։ Իսկ ինչ ձկնորսություն առանց նավակի։ Թրակ, դու հանճար ես։
Այս ջրային փոխադրամիջոցի համար պահանջվել է 1, 2, 7, 20, 40, մի խոսքով 150 շիշ։ Հիմա կտեսնենք, թե ով ավելի շատ ձուկ կբռնի։ Մարտահրավերն ընդունված է։ Երեք շատ լավ աշխատեցինք։ Հիմա շուրջը մաքուր է։ Բա որ հանկարծելի կեղտոտ են։ Մի անհանգստացեք, օթային հետախույզը կհետևի ու նշան կտա, ու այդ ժամանակ թրակն էսպես կանի։ Ցույց տուր թրակ։ Ու փնթիներին իրենց աղբի հետ կքշենք հեռու։ Ճիշտ է։ Այո։ Այդպես, բոլը հարցակվում է դաշտի կենտրոնից, գնդակն անցնում է թրակին։ Օ, տորը խփում է, բայց դարպասապահը ետ է մղում գնդակը։ Այսքանով խաղն ավարտված է։ Ինչպես միշտ ամենահետաքրքիր պահին։ Գնանք գնդակը փնտրելու, կգտնենք ու էլի կխաղանք։ Ես գտա, իմ ետևից։ Իմ ետևից։ Ինչ անուշիկն են։ Համաձայն եմ, բայց ոզնիով ֆուտբոլ խաղալ չենք կարող։ Եկեք մեր գնդակը գտնենք։ Սպասեք, իսկ եթե անց շև կա, գետը վարարի ու բոլոր ոզնիներին տանի։ Չէի մտածել։ Պետք է մի բան անենք։ Կատյայից հարցնենք, նա բնության մասին ամեն ինչ գիտի։ Այստեղ սպասեք, հիմա կգամ։ Կատյա, մեզ օգնություն է պետք։ Էնտեղ մայրիկ ոզնին է իր ձագուկների հետ։ Գետը նրանց կտանի։ Սարսափելի է, շուտ ցույց տուր նրանց տեղը։ Լավ, ինչ է եղել։ Եթե ջուրը բարձրանա, գետը ոզնիներին կտանի։ Ինչ կասես, եթե նրանց բույնն ուրիշ տեղ տանենք։ Նրանց տունն այստեղ է, չի կարելի անհանգստացնել։ Բայց ես մի միտք ունեմ։ Ոզնիներին տեղափոխել չի կարելի, իսկ գետը կարելի է։ Այդ ոնց։ Շատ հեշտ։ Մենք պատնեշ կկառուցենք եւ գետի հունը կփոխվի։ Տուրբոզավրեր, առաջ։ Տոր, այստեղ ջրանցք փորիր։ Թրակ, անտառից չորացած ցախ հավաքիր։ Դրանք պետք կգան պատնեշի համար։ Բուլ,
Լցրու հողը գետի մեջ, հենց այստեղ։ Պատնեշն այստեղ է լինելու։ Կրակ, անկի, շարեք փայտերը։ Գերազանց աշխատանք է։ Կատյա, դու իսկական շինարար ես։ Այո, ես ամեն ինչ նկարեցի։ Փայտերը գցեցինք, ջուրը հոսեց։ Հիանալի է։ Հիմա շարունակենք գնդակի որոնումները։ Իսկ ձեր գնդակին ինչ է եղել։ Թռավ գնաց։ Ու մենք խաղը չվերջացրինք։ Հիմա կվերջացնեք։ Թրակը հարցակվում է, հարված։ Եվ դարպասապահը հետ է։ Հաղթեց ընկերությունը։